Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է անվանի եկեղեցական ազգային գործիչ Ներսես arczepiskopos Մելիք Թանգյանին։ Մեր հաղորդման հյուրերն են Հայաստանի ազգային արխիվի տնօրեն պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը եւ Հայաստանի ազգային արխիվի բաժնի վարիչ պատմական գիտությունների տեխնացու Գոհար Ավագյանը։ Բարի գալուս հարգելի բարեկամներ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Իսկ այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Ներսես arczepiskopos Մելիք Թանգյանի կյանքի եւ գործունեությանը եւ շարունակենք մեր հաղորդումը։ Եկեղեցական ազգային անվանի գործիչ Ներսես arczepiskopos Մելիք Թանգյանը ծնվել է 1866 թվականի մարտի 16-ին Բռնակոտ գյուղում։ Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ջեմարանը, Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1886-ից 96 թվականներին ուսուցչություն արել Բռնակոթի, Շուշիի թեմական, Բաքվի հայոց մարդասիրական ընկերության դպրոցներում։ 1901-ից 6 թվականներին եղել է Տաթևի վանքի վանահայր եւ Սյունիքի թեմի առաջնորդական փոխանորդ։ 1905 թվականի հայ-թաթարական կռիվների ժամանակ Սեբաստացի Մուրադին աջակցել է ինքնապաշտպանության կազմակերպման գործում։ 1906-ից 7 թվականներին եղել է Մայրաթորի դիվանապետ։ 1907-ից 9 թվականին աքսորվել է Ղրիմի Սուրբ Խաչվանքը։ 1909-ից 12 թվականներին եղել է Էջմիածնի վանական կառավարության նախագահ։ 1912 թվականից սկսած մինչև մահ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդն էր, արժանանալով բոլորի հարգանքին, վայելելով համընդհանուր ժողովրդականություն։ 1914 թվականին ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1914-ից 15 թվականներին աջակցել է Ատրպատականում ապաստանած գաղթականներին։ 1917 թվականին արժանացել է arczepiskopos-ի պատվի։ 1919-ից 21 թվականներին աջակցել է Գարեգին Նժդեի առաջնորդած Լեռնահայաստանին զենքով ու պարենով։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ միջոցները հայթայթել Սասունցի Դավիթ եւ գեներալ Բաղրամյան տանկային շարասյուների ստեղծման համար։ Մահացել է 1948 թվականի սեպտեմբերի 26-ին Թավրիզում։ Հայրենի քերականության եւ եկեղեցական իրավունքի վերաբերյալ արժեքավոր աշխատությունների հեղինակ է։ Պարոն Վիրաբյան, պետք է նկատեմ, որ ցավոք մեր հանրության կամ մեր հայրենակիցների մեծ մասին Ներսես Մելիք Թանգյանի անունը անծանոթ է կամ գրեթե ոչինչ չի ասում։ Բնականաբար, գիտեք ինչ, խորհրդային տարիները 70-ամյա այդ ժամանակաշրջան իր դերը կատարեց, երբ որ եկեղեցին ուղղակի սահմանափակված էր իր գործունեության մեջ եւ բնականաբար նրանց գործիչները, հատկապես 10-րդ դարի, 20-րդ դարի սկզբի գործիչների մասին եւ հատկապես նրանք ովքեր արտասահմանում են գործել։ Եվ առավել եւս նրանք ովքեր արտասահմանում եւ նրանք ովքեր իրենց գործունեությամբ այս կամ այն չափով ընդդիմացել էին խորհրդային իշխանության ձեռնարկած քայլերին։ Դրանցից մեկն էր Ներսես arczepiskopos Մելիք Թանգյանն էր եւ բնականաբար առավել եւս նրա մասին խոսակցությունների քիչ էր։ Բայց դա իմ թվարկած ժամանակաշրջանի նշանավոր եկեղեցական գործիչներն էր եւ պատահական չէր, որ նա 20-րդ դարի սկզբին հայտնվեց Ատրպատականում, Ատրպետականի թեմի առաջնորդ դարձավ մի շրջան, որտեղ որպես ազատագրական շարժման վայր իր մեծ նշանակությունն էր։ Զինատար խմբերը, զենքը Արևմտյան Հայաստան անցնում էին այդ շրջանով։ Եվ որպես եկեղեցական գործիչ, չեմ ասում բոլոր գործիչները, նա եւս անմաշ չէր մնացել ազատագրական շարժման պայքարից, ակտիվորեն մասնակցել էր դրան։ Ազատագրական շարժման մասնակցության առանձին կանդրադառնանք։ Բնականաբար այդ 70-ի տարիները իրենց դերը կատարել են, նոր մենք մեջտեղ ենք բերում այդ եկեղեցական գործիչներին, նրանց մասին տպագրում են գրքեր, ժողովածուներ, նրանց ապրած կյանքը դառնում է հանրության սեփականություն։ Շնորհակալություն։ Տիկին Ավագյան, փաստորեն Սյունած աշխարհի Բռնակոտ գյուղից դուրս եկավ Պատանի Ներսեսը կամ Նիկողայոցը, հասավ Էջմիածին, ապա Ատրպատականի առաջնորդ, ինչպես արդեն պարոն Վիրաբյանն ասաց, եւ իր ողջ այդ գործունեության ընթացքում անցավ հիրավի մի դժվարին ճանապարհ, որին այդ ճանապարհը պատվով անցնելու համար հարկավոր էր իհարկե նվիրվածություն եւ հաստատակամություն։ Ընդհանրապես միանշանակ հանգիստ կարող ենք ասել, որ Մելիք Թանգյանի ամբողջ իր կյանքն ու գործունեությունը ազգին ծառայելու միած հենց
գեղեցիկ օրինակ է, որտեվ որտեղ էլ որ եղավ, ինչ կարգավիճակում էլ եղավ, ինչ պաշտոնի էլ եղավ, որ ռեժիմի ներքո էլ իր գործունեությունը ծավալեց, միշտ աչքի ընկավ։ Հավատարիմ մնաց իր կոչմանը, Միանշանակ, այո։ Սկզբում ուսուցչությամբ են զբաղվել ճեմարանը ավարտելուց հետո, սկզբում իր գյուղ բռնակոթում, այնուհետև Շուշիի թեմական դպրոց, Բաքվի դպրոցներում, իսկ 1897-ին, երբ որ հայկական դպրոցները փակվեցին հերթական անգամ, նա թողեց ուսուցչությունը, ստացավ իրավաբանական կրթություն եւ միայն 1900 թվին վերադառնալով ընդունվեց Էջմիածնի միաբանության շարքը, այսինքն հոգեվոր կոչում ինքը որոշ ժամանակ բավականին ուշ ընդունեց։ Ընդհանրապես, որից հետո Սակայն գիտելիքներով բազմակողմանի պատրաստված էր արդեն։ Անշուշտ, նա արդեն լավ իրավաբանական կրթություն ուներ, ճեմարանական տարիներն էլ անշուշտ իրենց գործը արել էին, այնպես որ նա արդեն լավ, այո, կրթությամբ պատրաստված հոգևորական էր, երբ որ մուտք գործեց Մայրաթորի միաբանության շարք։ Եվ ինչպես ասում են, նրա մուտքը բարի եւ արդյունավետ եղավ հետագա ողջ ժամանակահատվածի համար։ Պարոն Վիրաբյան, դուք արդեն նշեցիք Մելիք Թանգյանի եւի բարձրագույն համար առաքինություններ, կամ առաքելություններ հայրենիքին եւ եկեղեցուն կամ տարբերություն երևի կարելի ասել որ չէր դնում։ Օրմանյան ասում է հայրենիքն ա գրել էր հայ եկեղեցու պատմությունը, նա նկատի ուներ Հայաստանի պատմությունը, հայ ժողովրդի պատմությունը։ Երբ որ եկեղեցին Օրմանյանի գրած ազգապատմումը դա եկեղեցու ժողովրդի եւ պետության պատմությունն է։ Եվ նաեւ Մելիք Թանգյանները մտածել որ հայրենիքին ծառայել կամ եկեղեցուն նույնացված։ Եվ ազատագրական շարժմանը նրա մասնակցության մասին ակնարկեցիք հայտնի 1903 թվականի այդ գույքի դեմ պայքարը 1905 թվականին հայ թաթարական կռիվներ եւ հետագային իհարկե կանդրադառնալ։ Ես իհարկե 3 թվականի մասին հայկական դպրոցների փակումը, որ կապված էր եկեղեցու գույքի բռնագրավման հետ, որտեղ թեմական դպրոցները, ծխական դպրոցները պահվում են եկեղեցու գույքի շնորհիվ։ Նրանք դպրոցներ չեն փակել, ցարական իշխանությունները դպրոց չեն փակել։ Նրանք եկեղեցու գույքն են բռնագրավել, որի պատճառով դպրոցները դպրոցների ֆինանսավորման աղբյուրները ընկնել են։ Ես այդ մասին չեմ ուզում խոսել։ Ես նրա մասին ուզում եմ խոսել որպես մարդ, որը 1914-ից մինչև 18, 20, 22 թվականը այդ դժվարին հայ ժողովրդի համար ժամանակաշրջանում ցեղասպանություն, առաջ համաշխարհային պատերազմ իր ամբողջ էությամբ, ամբողջ գործունեությունը նվիրաբերվեց գաղթականների խնամատարության գործին։ Դա մեծ գործ էր։ Երբ որ գաղթականները, որոնք փրկվել էին թուրքական յաթաղանից, նրանց պետք էր պահել, երեխաներին խնամել, դաստիարակության տալ, նա իր ամբողջ էության նվիրվեց, այստեղ զգացվեց, որ նա իրոք ազգի, ժողովրդի եւ երկրի համար նվիրված ոչ միայն եկեղեցական գործի չէր, այլ հայրենասեր մարդ էր, դրա համար հեշտ չէր գումար հայթայթել, նամակագրություն իրականացնել, շփվել պարսկական, ցարական իշխանությունների հետ, այստեղ իրոք նրա այս որպես գործիչ, նրա նամակագրությունները, որ մենք տեսնում ենք այդ երկու երկրների իշխանությունների հայոց կաթողիկոսի հետ, Գևորգ 5-րդ Սուրենյանցի հետ, մենք տեսնում ենք, որ նրա ցավը ինչքան մեծ է, երբ որ նա փորձում է օգնել գաղթականներին եւ փրկել մանուկներին վերահաս մահից, սովից ճիրաներից եւ հիվանդության ճիրաներից։ Եվ երևի արդեն այդ պարսկահայ կամ իրանահայ գաղութը համայնքը դրա համար էլ որոշակի հատվածով նաև այդ գաղթականների մեծացած երեխաներն ավելի լավ է հիմա այդ մասին խոսենք, երբ որ 20-ական թվականներին խորհրդային իշխանությունը անպայման ուզում էր նրան չեզոքացնել, որ նա ընդգծված, ընդդիմադիր կեցված կուներ խորհրդային իշխանության համար, բայց ձեր մեծ հեղինակություններ վայելում ստիպված լինելով խորհրդային իշխանությանը ենթարկվելով փորձել նրան հետ կանչել, ամբողջ Ատրպատականի հայ ժողովուրդը, Թավրիզի հայ ժողովուրդը կանգնեց եւ թույլ չտվեց, որ նրան, ինչպես ասում են, մատով կպչեն, որովհետեւ սիրում հարգում էր նրան իր քայլերի, եւ նա մնաց մինչեւ իր մահվան օրը, մինչեւ երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո մնաց այդ թեմի առաջնորդ,
եւ մեծ աշխատանք կատարեց։ Եվ ավելացնեմ, որ նույնիսկ ոչ միայն հայությունը տեղի, այլ փաստացի նաև պարտկական իշխանությունները որոշակի ձևով հովանավորում էին նրան եւ անգամ երբ որ այստեղից ռուս հպատոսին էին դիմում, որ պետք է նրան չեզոքացնելու համար քայլել, խորհրդային այդ թվերին։ Նույնիսկ նա չէր այդպես շահագրգռված, որտեղ այնպեսի հարգանք էր վայելում մեզ մարդը բոլորի մոտ։ Եվ նույնիսկ սովետական ռուսական հյուպատոսը, որ ասենք Թավրիզում էր նստած, նրա հետ էլ անընդհատ գրագրություն կար այդ նույն հարցի շուրջ, բայց բարեբախտաբար այսինքն մի մարդ էր, որը կարողացել էր կոպիտ ասած լեզու գտնել բոլորի հետ։ Բարեբախտաբար Մելիք Թանգյանի կյանքը փրկվեց եւ բռնաճնշումների չենթարկվեց։ Տիկին Նավակյան, այդ գրագրությունների մասին երկուսով բազմիցս նշեցիք, Մելիք Թանգյանը իր այդ բուրըն գործունեության ընթացքում հավանաբար պետք է որ բավականին հարուստ փաստաթղթային ժառանգություն թողած լինի եւ նաեւ երևի որոշակի հատվածը գտնվում է մեր Հայաստանի ազգային արխիվում։ Ինչ է պլանավորում կամ նախատեսում ազգային արխիվը։ Ազգային արխիվը ոչ թե պլանավորել, այլ արդեն մենք կազմել ենք փաստաթղթերի ժողովածու, որը կարծում եմ լույս կտեսնի 17 թվականի սկզբներին։ Ճիշտն ասած մենք ուզում ենք այս տարի քանի որ հիման վրա է թե նաև ասենք Թավրիզի հիմնականում մեր արխիվի նյութերի հիման վրա են դրանք, որովհետև մեր արխիվում էլ այնքան բազմաբնույթ, բազմապիսի եւ քանակով շատ փաստաթղթեր կան եւ հետաքրքիր, որ դրանք միանգամայն բավարար էին մեկ լավ ամփոփ հատոր ստեղծելու համար եւ այս տարի 150-ամյակը լրացավ մյուս տարի եւ այդ փաստաթղթերի ժողովածուն սկսվում է նրա ծննդյան գրանցման ակտից, այսինքն մենք գտել ենք Բռնակոտ գյուղի 1867 թվի չափաբերական Ծխամատյանը, որտեղ քահանան գրանցել է նրա ծնունդը եւ փաստաթղթերը ավարտվում են մինչեւ 67 թե 66 66 Իհարկե շատ ուրախալի կլիներ որպեսի այս տարին 150-ամյակը լրացավ այդ 150-ամյակին նվիրվել այդ արժեքավոր ժողովածու հրատարակումը, սակայն կարևորը նա է, որ ազգային արխիվը իր պարտքը կատարել է։ Այո, պատրաստել ենք այնտեղ հարյուրավոր փաստաթղթեր են, որոնք կամ իրեն են ուղված կամ իր կողմից են ծավալուն, բավականին ոչ միայն ծավալուն, այլ նաև արժեքավոր։ Ամբողջ կյանքն ու գործունեությունը, ինչպես անշեց Գոհարը, ծնված օրվանից մինչև իր կորսնայության վերջերը, մինչև մահվան վերաբերյալ Ռուբեն Դրամպյանի, Ռուբեն եպիսկոպոսի զեկուցումը արդեն Գևորգ 6-րդ կաթողիկոսին, որ մեծ ընդարձակ զեկուցագիր ունի, թե ինչպես կատարվեց նրա հուղարկավորությունը։ Այսինքն կարող ենք ասել, որ 10-ամյակներ հետո մեր հոգու պարտքը իդեմս Հայաստանի ազգային արխիվի աշխատակիցների ներսես arczepiskopos Մելիք Թանգյանի մեծ վաստակի եւ հայրենավեր գործունեության հանդեպ կատարվեց։ Պարոն Վիրաբյան, 1919-21 թվականին, երբ որ նույն Սյունած աշխարհում Նժդեի առաջնորդությամբ թերոսամարտն էր մղում, եւ Մելիք Թանգյանը այն եզակի կամ եզակիներից մեկն էր, որ ըստ ամենայնի հնարավորինս աջակցում էր Նժդեի առաջնորդած այդ պայքարին եւ ժամանակագրական մի քիչ առաջանցնելով նաեւ երբ հայնական մեծ պատերազմ սկսեց նա կրկին իր պարտքը համարեց աջակցել այդ Սասունցի Դավիթ, Տանկային Շարասյուն եւ այլ այդ ձեռնարկներում։ Գիտեք ինչ, Լեռնա Հայաստանը կամ Սյունիքը կամ Զանգեզուրը շրջապատված էր 3 կողմից, կարելի անվանել 4 կողմից։ Նույնիսկ Հայաստանի Հանրապետության Երևանի հետ կապ չկար, ուղղակի սուրհանդակներ էին գիշերով նամակներ տանում բերում Լեռնա Հայաստանից։ Երևանի հետ կապ չկար։ Միակ կապը Պարսկաստանի հետ էր։ Եվ այստեղ մեծ դեր կատարեց Ներսես arczepiskopos Մելիք Թանգյանը պարսկական իշխանությունների հետ Գարեգին Նժդեհի կապը ապավելու եւ հնարավոր օգնություն սննդամթերքի զենքի Զանգեզուր Սյունիք հասնելու, այո, արտաքին աշխարհի կապը իրականացում էր ատրպատականի միջոցով եւ իրոք մեծ դար կատարեց եւ նույնիսկ երբ որ 21 թվականին Լեռնա Հայաստանի զինված ուժերը Գարեգին Նժդեհը, ինչպես նաեւ Փետրվարյան ապստամբության մասնակիցները մոտ 10000 մարդ տեղափոխվեցին
Պարսկաստան, Ատրպատական նաեւս իր դերը կատարեց այս նոր Կրկին թավից գնացին Մելիք Թանգյանի մոտ։ նոր փախստականներին օժանդակելու օգնելու համար մեծ դեր կատարեց։ Երբ որ մենք անդրադառնում ենք երկրորդ համաշխարհային պատերազմին կամ հայրենական պատերազմի ժամանակաշրջանին, տեսեք, երբ որ խորհրդային զորքերը մտան Պարսկաստան հյուսային տարածքներ, նրանք շատ ընդդիմադիր հայեղապահական դաշնակցության շատ գործիչների ձերբակալեցին, ովքեր չկարողացան հեռանալ, փախչել, բերեցին եւ խորհրդային միությունում դատեցին, ոմանց մահապատժի ենթարկեցին։ Բայց այդ մարդը, որ իր հակախորհրդային կեցվածքով հայտնի էր, նրա ժողովրդականությունը այնպիսի մեծ ժողովրդականություն էր վայելում եւ պարսկական իշխանությունների կողմից այնպիսի հովանավորություն, որ նրանք խորհրդային իշխանությունները չհամարձակվեցին նրան մատով կպչել։ Եվ սա էր պատճառը, որ նա լավ հասկացավ, թե ինչ է նշանակում երկրորդ համաշխարհային պատերազմ եւ ում դեմ պետք է ջանքերը ուղղել, նա ամեն ինչ արեց խորհրդային միությանը կարմիր բանակին օժանդակելու համար եւ մեր նշած տանկային շարասյունը ոչ միայն այդ տանկային շատ բաներ, որոնց մասին դեռ մենք պետք է փաստաթղթեր հետազոտենք, բացահայտենք, մեծ դեր է կատարել։ Սամսունցի Դավիթ տանկային շարասյունը հիմնականում ստեղծվել է իրանահայ համայնքի միջոցների շնորհիվ, որտեղ այդտեղ կապ չկար։ Պատերազմ էր, մերձավոր ալևեր, իրանահայ համայնքի առաջնորդն հիմնականում Պաղեստին իրանահայ համայնք, այս երկու համայնքի շնորհիվ է կառուցվել եւ Սասունցի Դավիթ տանկային շարասյունը եւ մյուս բաները, էսկադրիլյաները, շարասյունները, որոնց սկսեցին գումար հավաքվել, փոխացվեցին ԽՍՀՄ պետբանկին, բայց պատերազմը ավարտվեց եւ իրականություն չդարձան, բայց որ գումարներ նույնիսկ Սասունցի Դավիթ տանկային շարասյունից հետո հավաքվել է, մուծվել են խորհրդային միությունը, դա փաստ է։ Ուղղակի այնպես ստացվեց, որ արդեն պատերազմը ավարտած։ Ես նորից եմ ասում, նրա հեղինակությունը իր դերը կատարեց, որ իրանահայ համայնքը կարողացավ պատերազմի տարիներին իրոք կանգնել դաշնակիցների կողքին եւ իր հնարավոր օգնությունը ցույց տալ խորհրդային միությանը կարմիր բանակին։ Եվ սրանում բնականաբար arczepiskopos-ի դերը շատ մեծ էր։ Շնորհակալություն։ Տիկին Ավագյան, խոսք գնաց համայնքի մասին։ Մելիք Թանգյանը երևի հայ եկեղեցու պատմության մեջ այն եզակի թեմական առաջնորդներից է, որ շուրջ 40 տարի եղել է թեմի առաջնորդ, ընդ որում շատ մեծ թեմի եւ կարևոր դերակատար եւ բուրըն ժամանակաշրջան։ Երկրորդը չկա, որ 40 տարի լինի թեմի առաջնորդ, երկրորդը չկա։ Այսինքն անգամ այդքան երկար։ Այդ շրջանը Ատրպատականի թեմի առաջնորդ, ինչպես կգնահատեք։ Արդեն նշեցիք բուրըն ժամանակաշրջան եւ բոլոր իմաստներով եւ քաղաքական հասարակական իմաստներով, ասեմ որ զուտ հասարակական շատ գիտեք, երբ որ այդ շրջանի փաստաթղթերը ուսումնասիրում ես, նույնիսկ մի փոքր այնպես բան է առաջանում, որ նա այդ ժամանակաշրջանում ոչ ավելի շատ կարծես թե քաղաքական գործիչ է, հասարակական գործիչ է, քան թե հոգևոր։ Այ միջև այդ աստիճանի լարված շիկացած մթնոլորտ ամեն ինչը երկուսը երեքը ինչ որ հնարավոր էր, այո, կարողանում էր զուգակցել եւ կարևորը պատվով դուրս գալ եւ համայնքիներ համայնքային կյանքում այնտեղ դպրոցական գործ, թատրոն, լրագրի լույս տեսություն, մի խոսքով դպրոց հատկապես դպրոցաշինական նրա գործունեությունը եւ դա այն պայմաններում, երբ որ անընդհատ այնպես չի որ իրեն էջմիածնից կանչեցին, ինքը չգնաց եւ իրեն հանգիստ թողեցին։ Դա բարբերաբար։ Ինքը պահանջում էր, որ եթե դուք այնման ձեռնամխելիություն ապահովում եք, ես պատրաստ եմ վերադառնում, որտեղ կաթողիկոսի կամքը չէր կարող կատարել, բայց լավ հասկացել չէր կարող չկատարել։ Դրա համար համայնքը այնպես արեց, որ համայնքը կանգնեց, ասած մենք թույլ չենք տալիս։ Ես ավելին ասեմ, նրա ոչ միայն կաթողիկոսը, երբ որ նրան կանչում էր, դա չարեց, այլ երևի աննախադեպ իրադեպ եղավ հայ եկեղեցու մեր ամենայն դեպս պատմության մեջ, երբ որ ամենայն հայոց կաթողիկոսը կոնդակով նրան համարում է, որ նա այլևս թեմի առաջնորդը չէ, այսինքն դրանից ավելի իշխանությունը ստացել է իրար հետևից մի քանի անգամ եւ միևնույնն է դա 1923 թվականի կոնդակ է եւ դրանից տեսեք քանի տարիներ անցան եւ բայց նա նույն ձևով մնա բացիկ դա նաեւ
Ինչպես ասում են, համայնքը զորավոր է։ Մարդիկ էին ուղարկվում այնտեղ։ Նույնիսկ քրեական գործեր էին փորձում նրա անվան հետ Փորձեն ավելի ոչնչացնել։ Կանանց մի կնոջ ինչ որ սպանություն էին փորձում նրա անվան շուրջ, նրա անվան հետ կապել։ Մի խոսքով անընդհատ այդ ճնշումները նրա վրա եղել են անընդհատ մինչև 1941 թվին նա նամակ ունի գրած Գևորգ Չորեքչյան արդեն տեղապային, որով գրում է, որ ինքը իր մասին գրում է, որ այստեղ պարսկական իշխանությունները հայ խալիֆային այնպես են հարգում։ Իրեն նկատի։ Ինքը իրեն նկատի ունի, շատ գեղեցիկ նամակ է եւ թվարկում է իր արածներն ու ասում է այսքանից հետո ես ինչպես է ժողովրդին թողնեմ ու հետ վերադառնամ մայր աթոր։ Այսինքն նշանակում է մինչև 41 թիվը նրա վերադարձնելու խնդիրը դեռևս ակտուալ էր այս կողմից, սահմանի այս կողմից։ Իհարկե, ես ուզում եմ ասել, որ այդքան իր ժողովրդին նվիրված, այդքան հայրենացել գործիչ ամեն դեպքում այդ ներքին իր կարելի ասել ողբերգությունը ունեցավ, որ ընդամենը սահմանակից լինելով իր հայրենիքին, այդպես էլ ըստ էության նա կարողացավ հետ վերադառնալ բարձան որտեղից սյունած է լեռները երևում էին այսինքն եւ նույնիսկ այդ այսինքն կարոտ առնելու միակ ձևը մնացել է լեռները բարձում Ղարաբաղի լեռները բարձում որ սյունած լեռներ 30 տարի միակ ծնավայրի այդ լեռները տեսնի իր բոլոր ասենք եկեղեցական արարողությունների իր աղոթքների վերջում նա որպես կանոն այդպիսի մի վերջաբան ուներ Աստված պահի, պահպանի իմ 4000 տարվա պատմություն ունեցող հայրենիքը եւ հուսամ, որ մի օր կքանդես այդ չինական պարիսպները եւ ամեն մի հայ կարող է հանգիստ ոտք դնել իր հայրենիք։ Այսինքն հասկանալի է, որ ինչքան մեծ է նրա ցանկությունը աջակցում էր որպեսի ներգաղթ, այսինքն հայրենադարձություն լինի։ Հայրենադարձության ժամանակ հասկացա որ ընդհանրապես, այսինքն որ մարդ ամեն մի հայ ազատ կարողանա ելումուտ անել իր հայրենիք։ Բնականաբար դա իր փորձն էր նաև։ Ինչպես ասում են, նրա աղոթքները կատարվեցին, եւ ցանկացած մարդ արդեն կարող է ազատ ելումուտ անել։ Պաստորեն բարեբախտություններ հիրավի այդ շուրջ 40 տարվա նրա առաջնորդությունը, ինչպես պարոն Վիրաբյան դուք նշեցիք, դա փաստորեն միակ դեպքն է, նանից։ Չէ, այդպեսի երկար տարիներ միակ թեմական առաջնորդ, ես մի բան եմ ուզում ասել, այ տեսեք, նա մշտապես եղել է խորհրդային հատուկ ծառայությունների տեսադաշտում, եւ դրա շնորհիվ, որ մենք նրա գործունեության մասին ունենք հսկայական նյութեր, ամենօրյա հսկողության տակ է եղել։ Նրա նամակագրությունները, ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիքի, եթե տեսադաշտում չլիներ, այո, այդքան բացվել են, ընթերցվել են, հայերենից թարգմանվել են ռուսերեն, ուղարկվել են որտեղ որ անհրաժեշտ է, այնպես որ դրա շնորհիվ մենք այսօր նրա գործունեության այն նույնիսկ փոքր մանրուքների նույնիսկ ծանոթ ենք։ Իդեպ հետաքրքիր է, որ նրա թաղման արարողությունը շատ բան է եղել եւ այդ զեկուցագիրը Ռուբեն եպիսկոպոսի համոզված են որ ողջ համայնքը ոչ միայն համայնքը ես հենց դա է ուզում ասել բնականաբար համայնքը ողբում էր հարգում էր բայց նույնիսկ այդ օրը Թավրիզում բոլոր պարսիկներն են իրենց խանութները փակել ի հարգանք հայ առաջնորդի հարգանք է վայելել մահմեդական իրանցիներ շրջանում որ ներկայացուցիչն է եղել բոլոր դիվանագիտական այդ տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ են եղել անգամ պարսկական զինված ուժերի ներկայացուցիչներ այդ համազարկերով եւ այլն այսինքն աննախադեպ ինչ որ մի sense բանով նրա այդ թաղման արարողությունը կատարվել է Թավրիզում նո համաժողովրդական ոչ միայն հայ համայնքի համար, այլ ընդհանրապես Թավրիզի բնակչության համար դա եղել է սքի օր։ Պարսիկների եւ ոչ միայն պարսիկները, գիտենք Թավրիզում բնակվել են ադրբեջանցիներ էին բնակվում, արավայնարեն նրանց համար բոլորի համար։ Չեմ կարող ասել, բայց որ պարսիկներն իրենց խանութները փակել են դա։ Դե հարգելի բարեկամներ, կրկին շնորհակալություն ձեզ հաղորդմանը մասնակցելու պատրաստակամության համար։ Այսօր ձեր օգնությամբ մեր հայրենակիցներին ներկայացրեցինք գրեթե անհայտ մի այնպիսի անվանի ազգային եկեղեցական գործիչ եւ իրավաբանի հայրենանվեր ողջ կյանքան մնացորդ իր ժողովրդին նվիրած ինչպիսին Ներսես arczepiskopos Մելիք Թանգյանն է եւ կրկին մեր հայրենակիցներին տեղեկացնեմ, հիշեցնեմ, որ Հայաստանի ազգային արխիվը եկող տարվա սկզբներին արդեն հրատարակության է պատրաստել եւ լույս կտեսնի ընթերցողի սեղանին կհայտնվի
Ներսես arczepiskopos Մելիք Թանգյանի կյանքի եւ գործունեությանը նվիրված այդ ծավալուն արժեքավոր հատորը։ Հարգելի հերոստատիտողներ, հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր Ներսես arczepiskopos Մելիք Թանգյանին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։